Վերջին անդրադարձը մեր կլինի Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, որով իմ գնահատմամբ եւ կարծում եմ այստեղ դուք շատերը կհամաձայնեք, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բախումների նախապատրաստություն է տենում կամ սպառնում է նման բախումներով, եթե կաթողիկոս Գարեգին Բն չթողնի հայրապետական աթոռը, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջին անգամ չէ, երբ քաղաքացիական պատերազմ հրահարելու սպառնալիք է հնչում։ Ես հիշեցնեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ինքը իրական իշխանության կորստի վտանգի առաջ էր կանգնած, կոչ արեց իրեն աջակցողներին, ովքեր զինված են եւ գտնվում են առաջնագծում, իջնել դիրքերից, ասելով մենք քաղաքում խոսակցություն ունենք, հետո սպառնում էր, որ կգնա այն քաղաքացիների, քաղաքական գործիչների հետևից, ովքեր փորձում են տապալել իր իշխանությունը։ Իհարկե, այդտեղ գործընթացը չգնաց այն ճանապարհով, որով նախատեսում էր Նիկոլ Փաշինյանը, որովհետև այս կողմում հետ քաշվեցին, գործնական քայլեր չարեցին։ Հիմա էլ իմ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը վեհապարին սպառնում է քաղաքացիական պատերազմ հրահարելով, հույս ունենալով, որ վեհապարը պիտի վախենա ու հետ քաշվի։ Բայց նկատենք, որ ամեն անգամ, երբ Փաշինյանի սպառնալիքի տակ հետ քաշում է տեղի ունենում, դա ամենևին չի նշանակում, թե Փաշինյանը կանգնել է։ Փաշինյանը հայ ժողովրդի, հայ հասարակության հետ վարվում է այնպես, ինչպես Ադրբեջանն ու Ալիևն են վարվում Հայաստանի հետ։ Ամեն անգամ պատերազմի սպառնալիքով կորզում են զիջումներ, ստանալով այդ զիջումները նոր սպառնալիք են հնչեցնում եւ նոր զիջումներ են պահանջում։ Փաշինյանն էլ սպառնացել է քաղաքացիական պատերազմում, պահել է իր պաշտոնը, հետո ընտրություններով կարողացել է մոլորեցնել ժողովրդին, վերընտրվել է, հիմա քաղաքացիական պատերազմի սպառնալիքով փորձում է հասնել վեհապար հայրապետին հեռացնելու իր նպատակին։ Նիկոլ Փաշինյանը գրել է. Գարեգին Բն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բն փորձի հերքել անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի Գարեգին Բն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի արձանագրում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նոր ընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Սա ուղիղ կոչ է քաղաքացիական բախումների նախապատրաստության, որովհետև մենք տարբեր եթերների ընթացքում բացատրել ենք, Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի ընտրության հետ որևէ կապ ունենալ չի կարող։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը, որ նշում է, թե խանդահատանքով է վերաբերվում հայկական մասունքներին, ես հիշեցնեմ, որ իր գրքում, իր հեղինակած այդ երկրի հակառակ կողմը գրքում Փաշինյանը ծաղրում է հայկական մշակութային ժառանգությունը, մշակութային ժառանգությունից առանձնացնելով գառնու տաճարը, նշելով, որ դա ընդհանրապես ինչ-որ բաղնիք է եղել։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը։ Բարոյականությունից խոսող Նիկոլ Փաշինյանը իր գրքում գրում էր, որ ինքը սիրում է սեռական կապի մեջ մտնել անչափահաս տղաների հետ։ Բարոյականությունից խոսող Նիկոլ Փաշինյանը իր շրջապատում ունի բարոյական արժեքներից զուրկ բազմաթիվ մարդկանց իր մտերիմ շրջապատում։ Իր բարոյական վարքագիծն էլ արդեն ասացի, այդպես փայլուն չէ, եթե չասենք խայտառակություն է ուղղակի։ Իսկ իր թիմակիցները, որոնք հաճախ ծաղրել են եկեղեցուն, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, հա, նրանք վստահաբար այս գործում աջակցելու են Նիկոլ Փաշինյանին։ Ամփոփելով պետք է ասել, որ իմ կարծիքով եւ կարծում եմ այստեղ ցանկացած խելամիտ մարդ պիտի ասի, որ վեհապարը չի կարող տրվել այս սպառնալիքին եւ չի կարող ուղղակի գրագիտության առումով անլվա, հա, քաղաքականության առումով տգետ,
հանրային ազգային շահի կողմից տեսանկյունից դավաճան հրճակված մի մարդու այսպես քմահաճույքներին տրվել եւ թողնել հայրապետական աթոռը։ Իհարկե կարծում այստեղ հոգեվոր դասը լուծումներ կգտնի։